Երբևէ զգացել եք, որ աստղերն իրենք են որոշել ձեր ոտքերի տակ փռել բախտի փափուկ գորգ, երբ խնդիրները ինքնուրույն են լուծվում եւ անհրաժեշտ միջոցները գալիս են ամենաանսպասելի աղբյուրներից։ Աստղագուշակներն ասում են, որ նման ժամանակահատվածներ պատահում են բոլորի հետ։ Պարզապես կարևոր է բացել հնարավորության պատուհանը ճիշտ ժամանակին։ Եվ նման պատուհանը բացվում է փետրվարի 22-ին։ Այսօրը երկնային պաշտոնը պատրաստում է զարմանալիորեն ներդաշնակ եւ առատաձեռն ասպեկտ, որը կարող է կայունության երազանքները վերածել հաճելի իրականության։ Սա քաղցրոշարակի ժամանակ է ձեր դրամապանակի համար, բայց միայն նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես զգալ իրենց սրտով։ Երկնային եռանկյան կախարդանքը։ Փետրվարի 22-ին տեղի կունենա մի իրադարձություն, որը աստղագուշակները անվանում են նյութական ոլորտի համար ամենաբարենպաստներից մեկը։ Վեներան, սիրո եւ գեղեցկության մոլորակը, որը գտնվում է զգայուն եւ երասկոտ ձկների նշանում, կկազմի ճշգրիտ եռանկյուն, ներդաշնակ ասպեկտ, հզոր Յուպիտերի հետ։ Կարևոր է հասկանալ համատեքստը։ Յուպիտերն այժմ հետադարձ է խեցգետնի մեջ։ Մի անհանգստացեք հետադարձ բառից։ Այս դեպքում դա խոչընդոտ չէ, այլ վերագնահատման հնարավորություն։ Յուպիտերը երջանկության, աճի եւ առատության մոլորակն է։ Խեցգետնի մեջ այն խորհրդանշում է հարմարավետություն, տուն, ընտանիք եւ հուզական անվտանգություն։ Վեներան ձկների մեջ խորհրդանշում է անվերապահ սեր, ստեղծագործականություն եւ գեղեցկությունը փոքր բաներում տեսնելու ունակություն։ Նրանց միությունը ստեղծում է զարմանալի հոսք։ Ֆինանսական հաջողությունը կգա նրանց մոտ, ովքեր գործում են ոչ թե հաշվարկից դուրս, այլ հոգու թելադրանքով։ Այս ասպեկտը մեզ սովորեցնում է, որ փողը նաև սիրո էներգիան է, եւ որքան ավելի բաց եք աշխարհի եւ ձեր իրական ցանկությունների նկատմամբ, այնքան ավելի արագ տիեզերքը կարձագանքի նյութական օրհնություններով։ Սա այն ժամանակն է, երբ դուք չպետք է ճակատագրից խնդրեք նոր մեքենա, այլ խաղաղություն եւ ուրախություն, եւ այդ ժամանակ մեքենան կգա իր հետ միասին։ Այս ժամանակահատվածի առանձնահատկությունն այն է, որ փողը կգա ինտուիցիայի, ուրիշներին օգնելու եւ սիրելիների մասին հոգ տանելու միջոցով։ Որ կենդանակերպի նշանները պետք է ամենից ուշադիր նայեն իրենց ֆինանսական ռեսուրսներին փետրվարի վերջին։ Ձկներ։ Ժամանակն է մարգարիտներ հավաքելու։ Սիրելի ձկներ, փետրվարի 22-ը ձեզ համար անձնական օգուտի օր կլինի։ Վեներան ձեր հյուրն է, եւ նա իսկական խնջույք է կազմակերպում ձեր պատվին, առատաձեռն Յուպիտերի ուղեկցությամբ։ Դուք կարող եք նկատել, թե ինչպես են ձեր շրջապատի մարդիկ հանկարծակի դառնում ավելի բարի եւ ավելի առատաձեռն։ Եթե դուք փնտրում էիք ներդրող ձեր նախագծի համար, խնդրում էիք աշխատավարձի բարձրացում կամ պարզապես երազում էիք թանկարժեք գնման մասին, հիմա իդեալական ժամանակն է հայտարարելու ձեր ցանկությունների մասին։ Ձեր բնական համեստությունը պետք է զիջի ձեր սեփական արժեքի հանդեպ հավատին։ Ֆինանսական հոսքը կմտնի ձեր կյանք ստեղծագործականության եւ կարեկցանքի միջոցով։ Հնարավոր է, որ հենց այն հոբին, որը ձեզ հոգևոր բավարարվածություն էր բերում, սկսի բերել իր առաջին եկամուտը։ Կամ դուք անձնուրացորեն կօգնեք ինչ-որ մեկին, եւ նա ձեզ հարյուրապատիկ կվճարի։ Ուշադրություն դարձրեք հին պարտքերին։ Փետրվարի վերջին ձեզ կարող են փոխհատուցել այն բանի համար, որը վաղուց մոռացել եք։ Ընդունեք ճակատագրի այս նվերները երախտագիտությամբ, առանց ժամերով դրանք վերլուծելու։ Խեցգետին։ Ներդրումներ ընտանեկան օջախում։ Սիրելի խեցգետիններ, Յուպիտերը ներկայումս հատուկ ուշադրություն է դարձնում ձեզ։ Չնայած այն շարժվում է հետադարձ ուղղությամբ, նրա էներգիան ձեր նշանում նման է հզոր մագնիսի։ Ձկներից Վեներայի հետ եռանկյունին լուսավորում է ձեր ֆինանսական ինտուիցիան, ինչպես երբեք։ Այս օրերին ձեր բախտը սերտորեն կապված է տան եւ ընտանիքի հետ։ Գումարը կարող է գալ ծնողների, անշարժ գույքի գործարքների կամ տան բարեկարգման միջոցով։ Հնարավոր է, որ որոշեք վերանորոգել կամ պարզապես գնել գեղեցիկ նոր իր հարմարավետ տան համար, եւ այս գնումը կարող է լինել բախտավոր իրադարձությունների շղթայի սկիզբը։ Մի վախեցեք ծախսել սիրելիների վրա։ Փետրվարի 22-ից սկսած կիրականանա առատության զարմանալի օրենքը։ Որքան շատ նվիրեք ձեր սիրելիներին, նվերներ գնելով, համատեղ արձակուրդներում ներդրումներ կատարելով կամ նույնիսկ պարզապես շքեղ սեղան գցելով, այնքան արագ գումարը կվերադառնա ձեզ այլ աղբյուրներից։ Յուպիտերը սովորեցնում է ձեզ, որ ձեր իրական ֆինանսական կայունությունը կառուցված է ուժեղ հուզական հիմքի վրա։ Կարիճ, անսպասելի բոնուս։ Կարիճներ,
Պատրաստեք անակնկալի։ Ֆինանսական հաջողությունը կհասնի այնտեղ, որտեղ դուք ամենաքիչն եք սպասում։ Վեներայի և Յուպիտերի միջև ասպեկտը ակտիվացնում է ուրիշների ռեսուրսների և ձեր կյանքում խոշոր ներդրումների ոլորտը։ Սա նշանակում է, որ դուք կարող եք ստանալ շահավետ համագործակցության առաջարկ, գտնել հաղթական մրցույթ կամ պարզապես ստանալ անսպասելիորեն մեծ նվեր։ Կարիճների համար սա ֆինանսական մտածողության վերափոխման ժամանակ է։ Դադարեք վերահսկել յուրաքանչյուր կոպեկը և թույլ տվեք ինքներդ ձեզ մի փոքր շքեղություն։ Գնեք այն, ինչ վաղուց եք ցանկացել, նույնիսկ եթե այն թվում է իրացիոնալ։ Տիեզերքն այժմ փորձարկում է ձեր կարողությունը մեծ գումարներ պահելու համար։ Կա նաև մեծ հավանականություն հին պարտքերը մարելու կամ վարկերը բարենպաստ պայմաններով փակելու։ Այս ասպեկտի էներգիան այնքան հզոր է, որ բառացիորեն մաքրում է ձեր ֆինանսական կյանքի ավերակները։ Ուշադիր եղեք ձեր զուգընկերների խորհուրդներին։ Ձեզ մոտ գտնվող մեկը կարող է առաջարկել հիանալի գաղափար գումար վաստակելու համար։ Ձեր խնդիրն է չբաց թողնել այս հնարավորությունը։ Ցուլ։ Գեղեցկությունը որպես եկամտի աղբյուր։ Սիրելի ցուլ, այս ժամանակահատվածը ձեզ համար կլինի կայունության և զգայական հաճույքների տոնակակարություն։ Վեներան, ձեր հովանավոր մոլորակը, այժմ վայելում է փառքի փայլը Յուպիտերի հետ միասին։ Սա հստակ նշան է, որ ձեր տաղանդներն ու գեղեցկության զգացումը կարող են դրամայնացվել։ Ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին և շրջապատին։ Եթե մտածում եք ձեր կերպարը փոխելու կամ զգեստապահարավը թարմացնելու մասին, արեք դա հիմա։ Այս օրերին ինքներդ ձեզ վրա ներդրումներ կատարելը մեծ օգուտ կբերի։ Դուք այնքան վստահ և գրավիչ տեսք կունենաք, որ դա ուղղակիորեն կազդի ձեր եկամտի վրա։ Հնարավոր է աշխատանքում առաջխաղացում, շահավետ պայմանագիր կամ պարզապես ամուսնության առաջարկ հարուստ երկրպագուի կողմից, ինչը ցուլի համար նաև խորհրդանշում է ֆինանսական կայունություն, կհամաձայնեք։ Ավելին, այս ասպեկտը նպաստում է վաճառքին։ Եթե ցանկանում եք վաճառել ինչ-որ բան, անշարժ գույք կամ ձեր աշխատանքի արդյունքը շահույթով, պլանավորեք գործարքը փետրվարի 22-ից հետո օրերի համար։ Ձեր բնական հմայքն ու համառությունն այժմ վերածվում են գերուժի, որը կարող է լեռներ տեղաշարժել բարգավաճման ճանապարհին։ Հիշեք, որ ցանկացած աստղագիտական կանխատեսում պարզապես քարտեզ է։ Հետևել դրան թե ոչ, ամբողջովին կախված է ձեզանից։ Այս ժամանակահատվածում աստղերի տված գլխավոր խորհուրդն այն է, որ վստահեք ձեր ինտուիցիային։ Եթե ձեր սիրտը երգում է և ձեր հոգին տաքանում է, ազատ զգացեք բացել ձեր դրամապանակը։ Բախտն արդեն սպասում է դռան ետևում։ Բախտիրավոր խորհուրդ աստղագիտությունից ցուլիս։